Միջազգային պրակտիկայում արգելվում է առգրավել փաստաբանների անձնական համակարգիչներն ու փաստաթղթերը, սակայն Հայաստանում այդ սկզբունքը կարծես չի գործում։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը դատապարտել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումն ու գրասենյակի խոզարկման ժամանակ նրա իրերի առգրավումը։ Այդ ձերբակալման գործընթացը մեղմ ասած տպավորություն էր հաշվի արդարի, որը որ եւս ընդունելի չէր, եւ այս առումով ակնհայտ էր, որ փաստաբանի կարգավիճակով նաև որոշակի առումով պայմանավորված իրականացնում է այդ գործողությունը։ Բաբայանին զարմացրել է նաև մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորումը, որին ըստ փաստաբանների ձերբակալել են փաստաբանական գործունեություն իրականացնելիս։ Հաշվի չի առնում ձերբակալելիս, որ նա իրականացնում էր մասնագիտական գործունեություն, եւս սա միջամտություն է մասնագիտական գործունեության, եւ այսպիսի միջամտություններ են տեղի ունենում փաստաբանների նկատմամբ, որը որ փաստաբանների պալատը, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, փաստաբանների պալատի խորհուրդը անընդունելի եւ դատապարտելի է համարում։ Այս առնչությամբ ես արդեն իսկ պատրաստել ենք մենք համապատասխան նամակներ միջազգային կառույցներին։ Փաստաբանները դատապարտում են նաև ձերբակալման եղանակը, ասֆալտին պարկեսնելով, խոզարկելով եւ առգրավելով անձնական իրեր։ Եթե մեկը կարմիր լույսի տակով վարել է, դրա համար այդ մարդուն մահապատիժ չեն տալիս։ Ամեն խախտում ունի իր բնականաբար իրավական հետևանքը։ Եթե Կոչուբաևը գրառում է կատարե ինչ-որ բան խախտող, ապա դրա հետ կապված բնականաբար կար կարգապահական ընթացակարգ։ Ամենայն դեպս չեզոք դիտորդի համար այն ինչի մեջ իրեն մեղադրում են եւ այն ձևով ինչպես որ իրեն ձերբակալեցին, անհամաչափ եւ շատ, այսպես ասեմ, պաջողական իմաստ ուներ։ Մեր ձևով շարժման համակարգող Ալեքսանդր Ալեքսանյանն էլ ընդգծում է վերջին դեպքերը փաստում են իրավական համակարգի խորացող ճգնաժամը։ Առավոտից երեկո իրենց մոտ ապօրինի գործողություններ են, ուղղակի ապօրինի ռեպրեսիվ գործողություններ են եւ մենք օրեր առաջ Ազատության հրապարակում մեր ելույթներում քանի անգամ նշեցինք եւ մեր հավաքը նրա մասին էր, մենք պահանջում էինք ազատություն քաղբանտարկյալներին, պահանջում էինք ազատություն սրբազաններին եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Փաստաբանների պալատում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան նաև վերջին ամիսների քաղաքական ձերբակալություններին եւ հոգեվորականների նկատմամբ իրականացվող գործողություններին։ Արա Զոհրաբյանը պատմեց, թե ինչպես են իրավապահները հարցը քննել քահանային, խախտելով գործող օրենսդրությունը։ Այդ օրը ես ներս մտա, առաջի կոնտակտը ստացվեց, ես մի քանի քահանաների տեսա, երբ նոր էին իրենց բերման ենթարկել, եւ մի քանի քննիչ են կանած, ես հարցրեցի, ինչ կարգավիճակ ունեն այս քահանաները։ Բերման եք ենթարկել, ասեց ոչ, իրենք վկա են։ Ասի եթե վկա են, բա ինչու եք հարկադրաբար բերել։ Եվ քահանանից մեկն ասեց ոնց, ես կարող էի չգալ։ Հայաստանում մարդու իրավունքի պաշտպանության հետ ընթաց են արձանագրում մասնագետները։ Բոլոր ոլորտներում իրավապահներն իրավախախտումներ են իրականացնում, որն ըստ նրանց դեռ երկար է շարունակվելու։ Դուք ունեք ինչ-որ հաղորդում, ինչ-որ ոստիկանի, որն ասում է, որ Ռուբեն Մխիթարյանը խոչընդոտում էր մեր աշխատանքին։ Ունեք Ռուբեն Մխիթարյան, որ ասում է հարգելնես, ես փաստաբան եմ, ես իրականացնում եի իրավաբանական օգնություն, ինձ եկան բռնեցին, ձերբակալեցին։ Առնվազն պիտի կշեռքի հավասար նժարներին դնեք։ Ու այնպես ինչպես ստուգում էիք ոստիկանի տված հաղորդումը կամ զեկուցագիրը, պիտի նաև ստուգեիք Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը, որովհետև հավասարապես էլ կարելի է ենթադրել, որ իր կողմից իր մասնագիտական գործունեությունն են խոչընդոտել։ Փաստաբանների համոզմամբ տեղի ունեցողը իշխանության ուղղորդված քաղաքականությունն է, լրացնելու ակտիվ քաղաքացիներին եւ իրավապաշտպաններին, որոնք բարձրաձայնում են իշխանության սխալներն ու անօրինականությունները։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։